տարածքի բարեկարգումը այնտեղ տեսանք քանդել են նոր գազատարներին։ Դե գազատարը դա Գազպրոմն է իրականացնում, ստորգետնյա խողովակներն են փոխարինում, ոնց հասկացա մետաղյա խողովակները ժամկետ ունեն, հիմա ժամկետը լրացել է, փոխարինում են նոր խողովակներով, դրանով է պայմանավորված այդ աշխատանքները։ Մեզ հետ զրուցելուց ասացին աշխատողները, որ այսօր իրենց մեծամորից են ուղարկել այստեղ, որպեսզի բարեկարգեն։ Դե հիմա նայեք, բարեկարգելը մեծամորից միշտ են համայնքի բոլոր բնակավայրերում միշտ են մաքրման աշխատանքներ կատարում, աղբանության, սանիտարական մաքրման աշխատանքներ։ Ուղղակի պայմանավորված է նրանով, դուք էլ լավ կտեսնեք, երևի տեսած կլինեք, որ ինչ վիճակա մեքենաները բարձված դուրս են գալիս, այդ ամբողջ հողը հանում են կենտրոնական ճանապարհ, ստիպված մաքրում են էլի, որ ավելի շատ չտարածվի այդ հողը։ Պարոն Եղիազարյան, երևի դուք էլ արդեն տեսել եք, առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կիրակի օրը այցելելու է այս համայնք, այս գյուղ եւ մասնակցելու է պատարագին, դուք եւս ներկա եք գտնվելու այդ պատարագին։ Ես գրեթե միշտ եմ Կիրակի օրը պատարագների ներկա լինում։ Ամեն Կիրակի մեր գյուղում մատուցվում է պատարագ, որին ես հիմնականում, եթե չգիտեմ շատ խանգարող բան չի լինում, ես մասնակցում եմ հիմնականում միշտ։ Այնպես որ այս Կիրակի էլ նույն ձևով մասնակցելու եմ պատարագին, ոչ մի ադառոց բան չկա։ Պարոն Եղիազարյան, մենք տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որտեղ այցելում է այն եկեղեցիներում, որտեղ իր ներկայությամբ պատարագներ են տրվում, զեղչվում է վեհապար Հայրապետի, հաճախ նաև թեմակալ առաջնորդի անունը, արդյոք սա խնդիր չի լինի, եթե Կիրակի օրը եւս այս եկեղեցում զեղչվի։ Բայց մինչև Կիրակի մենք ոնց որ 2 օր ունենք, էլի, մենք հաստատ համոզված ենք, որ վարչապետը հայտարարել է, որ ինքը չի գնում այն եկեղեցիներ, որտեղ նախապես չեն ասում, որ կզեղչեն։ Հիմա ես նորից եմ ասում, իմ մասնակցության համար եք հարցնում, ես մասնակցելու եմ շարունակաբար ամեն Կիրակի, ես խնդիր չեմ տեսնում, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես միշտ էլ մասնակցում եմ պատարագներին, ամեն անգամ։ Իսկ խնդիր չեմ տեսնում, որ արդեն մի քանի անգամ զեղչվել է վեհապարը։ Ճիշտն ասած, ես միշտ մեր գյուղում եմ մասնակցել, ես մի րոպե սպասեք էլի, մի րոպե։ Ամեն դեպքում խնդիրը տեսնելը որ նա չէ, խնդիր չեմ տեսնում, ես նորից եմ ասում, որպես հավատացյալ մասնակցելու եմ։ Եվ նաև մենք էլի բնակիչներից մի քանիս հետ զրուցեցինք, նրանք շատ դրական կարծիք հայտնեցին իրենց գյուղի հոգևոր հովի մասին, ասացին, որ շատ լավ մարդ է, բարեպաշտ եւ խոնարհ ծառայում է եկեղեցուն։ Դուք ինչ կարծիք ունեք, կարծեք նա եւս կմիանա ու կզեղչի, ինչ եք կարծում։ Մեր քահանայի ներկայացնելը խոսքերով չես կարող ներկայացնել։ Ես էլ կիսում եմ ժողովրդի կարծիքը, ժողովրդի տեսակետը, ոնց որ ասել են մեր քահանայի, մեր քահանան իրականում շատ կրթված, բարեկիրթ, լավ անձնավորություն է։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվելու է։ Մենք տեսանք, օրինակ, եկեղեցու տարածքն էին մաքրում աղբամաններ, վերեցին տեղադրեցին, այսինքն մինչև հիմա չեն մտածել, որ կարելի է բարեկարգել, կարելի է աղբամաններ տեղադրել, միայն վարչապետի հայտարարությունից հետո այս քայլերն Չէ, նայեք, իրականում այտենց չի էլի, այս աշխատանքները միշտ էլ արվել է, հիմա նայեք, ուղղակի եղանակային պայմաններից ելնելով, հիմա նայեք, ամեն անգամ տերևաթափո չի լինում։ Վերջը, չգիտեմ, էլի եղանակային պայմաններից ելնելով, ասենք, եղանակային մի պայմանում աշխատանքները մի քիչ շատ է լինում, հաճախակ են լինում, մի պայմանում քիչ է լինում։ Հիմա այն վիճակն է, որ չգիտեմ, ամեն անգամ ծառերից թափվում են, վերջը մի մաքրվի, էլի, չգիտեմ, մաքրության մեջ հաստատ վատ բան չկա, դրա մեջ որ բան ման գանք, հաստատ լավից բացի վատ բան չկա, ես չեմ տեսնում, էլի։
Մեր եկեղեցու տարածքը մաքուր պետքա լինի, միշտ էլ մաքուր եղել է, մաքուր պահում ենք, դուք կարող եք այն լավ գեղեցիկ կանաչ ժամանակահատվածում էլ գաք գյուղ, ոչ թե ժամանակար ժամանակ, հաճախակի կարող գաք գյուղ ու տեսնեք էլի ոնց է պահվում եկեղեցին մի օրով է, տեսի մի օրում չի լինի, ոչ էլ մի քանի ժամում կլինի սենց էլի։ Հենց որ այդ մաքրությունը, բարեկարգումը ոչ մի բանի հետ կապված չի, սա միշտ մշտական արվել է, մշտական։ Ես էլ մեր քահանան էլ հետևողականորեն միշտ նայել ենք, որ մաքուր լինի, որովհետև մեր գյուղը հավատացյալ ժողովուրդներ շատ են մասնակցում պատարագին, չգիտեմ, միշտ գրեթե լիքն է լինում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ վեհարանը պետք է ազատի, ներկայիս վեհափառ հայրապետից Կաթողիկոսի հրաժարականն է պահանջում, գյուղում ինչ տրամադրվածություն է կամ դուք արդյոք կմիանաք այդ պահանջին։ Ոնց մեծամասնություն է, հենց մենք, ոնց մեծամասնություն է, այնպես էլ մենք, կոնկրետ ես։ Իսկ հիմա ձեր կարծիքը այդ հայտարարությունների մասին։ Որ հայտարարությունների։ Վարչապետի։ Վարչապետի հայտարարությունների մասին ես չգիտեմ արձագանքեմ, հա։ Որպես քրիստոնյա, որպես առաքելական եկեղեցու հետևոր, ինչպես եք գնահատում, արդյոք դուք եք ուզում։ Ես մի բան գիտեմ, եթե խնդիր կա, կապ չունի, որ բնակավարում է, այդ խնդիրը պետք է լուծվի։ Ես sense պատասխանեմ, էլի։ Ես հաստատ կապ չունի դա որ բնակավարին առնչվում։ Եթե խնդիր կա, խնդիրը պետք է վերացվի, պետք է լուծվի այդ հարցը, էլի։